հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը, եւ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր երաժշտական, ինչու ոչ նաեւ բացառիկ թողարկում, որովհետեւ ունեմ շատ սպասված հյուրեր, նորություններ եւ ամենակարևորը պրեմիերա։ Բայց միջև բուն թեմային անցնելը ուզում եմ մեծագույն սիրով ըստ ֆորմատի շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է, մնացածը դիտելուն պես։ Սիրտը իմ վաղուց գիտեր, որ ես հանդիպելու եմ մի օր հենց քեզ ու գտել են մեր սրտերն իրար, որ զարկեն նրանք արդեն միայն իրար համար, ես ու դու ունենք մի աշխարհ, չթողնես իմ ձեռքը ուր գնաս ինձ հետը տար, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, զգում էր սիրտը իմ, որ մոտ պես դու, որ հոգին եմ քո ճանաչելու, այնքան հարազատ հայացք կարից, որ ստիպում էր քեզ կանչել ինձ մոտ նորից, իմ հավերժությունն ես դու դարձել, ես պատրաստ եմ կյանքը իմ հիմա քեզ հետ անցնել, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, Ես վստահ եմ, որ հենց հիմա շատեր ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն էլ ասում են ոնց որ թե ուշացել են, եւ այսպես շարունակ, բայց ըստ սահմանադրական օրենքի պետք է ես ներկայացնեմ իմ սպասված հյուրերին։ Այսօր ինձ մոտ տաղավարում է եւ տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի Իննա Կարապետյանը, իսկ դրան ուղեկցում է ոչ պակաս, ոչ ավելի տաղանդավոր ռեժիսոր Տիգրան Սաղաթելյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Շատ լավ։ Տենց կտրուկ չէ։ Իմ մոտ եք դրամարեք լավ թե ոնց։ Չէ, լավ ենք։ Լավ եք, շատ լավ։ Ես ուզում եմ նախ սկզբից առաջնահերթ լինելով
Տիգրանի եւ հին եւ ավակ ընկեր, ասեմ, որ դուք արդեն կարող եք հարգարժան հեռուստադիտողներ ներխուժել նրա Instagram-յան մեջ, հասկանալ թե ընդհանրապես որ տեսահոլովակների հեղինակն է նա եւ ամենակարևորը շնորհավորել իմ տաղանդավոր ընկերոջը նա Հոբելյարը այսօր, այնպես որ կներես, բայց ես կարողացա այնպես անել, թեկուս որ շատ կարևոր անձի տեսահոլովակ էր, այնքան երկարացնենք, մինչեւ Հոբելյարը ինձ մոտ տաղավարում լինի։ Նախ շնորհավորանքներս։ Առողջ ես լինում։ Իմ այն սիրած արտահայտությունը ընտանիքի գրկում, շատ ստեղծագործական նորություններ եմ ուզում ունենաս ու միմիայն բարձունքներում։ Շնորհակալ եմ շատ։ Լավ ես, չէ՞։ Շատ լավ։ Շատ լավ։ Հիմա սկսենք ամենասկզբից։ Ինչ կապ ունեն Տիգրանը եւ Ինան, բացի այն, որ ընկերներ են, ինջան։ Ինչ է կարել միասին, ինչ աշխատանք։ Ինան եւ Տիգրանը բացի այն չէ, միայն ընկերներ են։ Եվ շատ հին ընկերներ։ Աշխատանք արել ենք տեսահոլովակը ինձ համար նկարել, Տիգրանը իմիջիայլոց առաջարկն եղել է հենց Իրանը։ Ամեն անգամ հենց հանդիպում էինք ու հատկապես երբ որ պատահական էինք հանդիպում, ասում էր դու չես ուզում մի բան նկարեմ ես քո համար։ Տենց մի օր ասացի Տիգ, ճիշտ ասած ուզում եմ։ Ու առաջարկեցի ինչ եմ ուզում, ասեց օր ասա։ Հա դե, պապայի տղենա հետո։ Օրն ասեցի, նկարեցինք մի օրում։ Շատ լավ, երգը արդեն որոշված էր, չէ՞, թե որ երգը պետք է նկարես։ Այո։ Մնացածը տեսահոլովակի միտքը, տարածքը, թեմաները, գույնը, լույսը ոնց է կարել։ Պատմեմ ճիշտը։ Պատմի։ Պատվի։ Նստացել ենք որ փաստի։ Այնքան լավ։ Տեսահոլովակի տարածքը ճիշտ ասած ընտրել էինք լրիվ ուրիշ տեղ եւ քանի որ Տիգրանը եւ իմ մնացյալ բոլոր ընկերները ինձ 5 մատի պես ճանաչում են, մենք նախորոք չէինք գնացել այդ տարածք։ Թողեցինք հենց այդ օրվան, գնացինք, պարզվեց այդ տարածքը շատ վաղուց փակ է եւ վերանորոգում են։ Հետո Տեղում միանգամից մեր շատ սիրելի իմ ու Տիգրանի մյուս ընկերը Սերգոն, ով որ նաև լուսանկարել է ամբողջ տեսահոլովակի ընթացքը, Սերգոն մեկ այլ տարածք առաջարկեց, միանգամից էլի իմ սովորության համաձայն առանց մտածելու գնացինք մյուս տարածք, Ջրվեժի արգելոց, չէ, ճիշտ եմ հիշում։ Գնացինք այնտեղ, շատ արագ կազմակերպեցին տղերքս, մտանք ներս ու սկսեցինք նկարահանումը։ Իմիջիայլոց տևել է երևի մաքսիմում 3 ժամ, չէ։ Հա։ Հաշվի առնելով, որ շատ կներեք, այսպես եմ ասում, հա, որտեվ ներկա եմ եղել, էլի դրա համար եմ ասում, ընդմիջումները, մի քիչ քննարկումները եւ մնացած անակնկալները եւ թե ինչ է սպասում ընդհանրապես տեսահոլովակի ընթացքում, ինչ երկետ ամեն ինչը վստահ եմ պրեմիերայից հետո պետք է կազմակերպենք, բայց մի հարցից հետո Քանի որ Տիգրանը բազմաթիվ տեսահոլովակների հեղինակ է, ես ինձ մոտ եթերում երևի 20-ից ավելի տեսահոլովակ պրեմիերա եմ արել, Տիկուքո անունն եմ տվել։ Վերջինին այն որ ասում եմ ի վերջո ասեցի, գիտեք, հազիվ ինքը կգա ինձ մոտ տաղավար, որովհետև դու ընդհանրապես չես գնում հարցազրույցների։ Այս առաջինն է, չէ։ Այո։ Ինչ որ ասեմ ու վերջինն է ձի։ Այդ ես կասեմ։ Աշխատում ես տարբեր, հա, երգիչների հետ, այն որ ասում եմ, եւ արտիստիզմ ունեն, եւ չունեն, լավ երգում են, բայց վատ պարում են, որ ամեն ինչ կա։ Քանի որ դուք ամեն ինչը առանց մամայի էին արել պրոդյուսերի, այսպես ասած, այն որ վստահելով, ինձ էլ ասեցին, գիտես, Տիկոնա նկարում տեսահոլովակը, այսինքն ես այլևս ձեն չեմ հանել, շատ լավ է, դուք իրար հետ որոշեք, բայց ես եթերում բարձրաձայնում եմ։ Երևի թե ին տենց եղավ, չէ՞, տեսահոլովակը դիտելուն պես, այն որ հեռուստատեսության մարդը, Տիկ ջան, գիտես, մի հատ որ ասում է կեղտ կգտնենք, էլի ոնց էլ չլինի, ես շնորհակալ եմ քեզ լավ գործի համար, ապրես։ Այսինքն այս երգը ուզում էր հենց դա։ Եվ նկարման աշխատանքներն էլ փաստեցին, որ դուք միասին աշխատեցիքին։ Դու ստացար այն ինչ ուզում էր, Տիկոն էլ նկարեց այն ինչ պետք էր։ Հա, այդպես է։ Տիկոն ճիշտ է, որպես օպերատոր մի քիչ շատ հրաշագործ է։ Բայց ես էլ իրականում իմ առաջին մասնագիտությանը տիրապետող մարդ եմ, մենք իրար միանգամից ենք էլի հասկանում։ Ես իրան ասում եմ ինչ եմ ուզում, ինքն ասում է ես ինչ դրա համար պիտի անեմ,
որպես ռեժիսոր, օպերատոր, դերասանուհի խնդիրներն իրանց լուծումները ստանում են մի դուբլով, ընդամենը, այնտեղ ուրիշ ոչ մի խնդիր չկա, էլի։ Բարդ բան չկա։ Շատ լավ։ Երկու նախադասություն էլ երկից ու պրեմիերան կազմակերպենք։ Երգում եմ Մեր հուշերի այգում երգը։ Երգի հեղինակն է Մարինե Ալեսը։ Շատ սիրված եւ շատ տաղանդավոր երգահան։ Իր երգերից թերևս ամենահայտնին Պատրանքի թևովն է։ Երգի իրական կատարողը տեսալովակի հերոսն է։ Չասասանուն եմ։ Չեմ ասի։ Ուղղակի մի քանի տարի առաջ ես այդ երգը իմ աշխատանքի բերումով կատարել եմ մի քանի տեղ եւ պարզվել է, որ այդ երգը շատ մարդ սիրում է ու շատ մարդ էլ մտածում էր իմն է։ Հիմա ես քանի որ երբեք ոչ մեկից ոչինչ չեմ գողանում, չէի ուզում որպեսզի հեղինակային իրավունքները խախտվեր, ես սխալ լինեի եւ այլն եւ այլն։ Այդ երգը ներկայացրել եմ իմ տարբերակով, իմ կատարմամբ, ինքն իրականում որպես այդպիսին cover է։ Այդպես, եւ անչափ շնորհակալ եմ տեսալովակի հերոսին, որ այդքան ինձ վստահեց, որովհետեւ իրեն ամենալավը դու կճանաչես, ինքը չէր վստահի, էլի։ Այո։ Աշխարհի չափ շնորհակալ եմ։ Թե ով է հերոսը, ում երգն է, դա բոլորը արդեն տեսալովակի պրեմիերայի ընթացքում կիմանա հեռուստադիտողը ձեր թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, այնպես որ 21 TV-ի եթերում տեսալովակի պրեմիերա։ Ռեժիսոր Տիգրան Սաղաթելյան երգում է Ինա Կարապետյանը, մնացածը վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ Խնդրել հանգիստը թևերի Գուցե քեզ հորինել է որ ինձ խաբել Կիսված սիրո հույսերը ինձնից թաքցնել Մեր անավարտ հեքիաթը կարոտն է որդեգրել Սիրով քեզ հորինել է Սիրով էլ քեզ թողել Սիրով քեզ Շերն ազատ են Ոչ ժամկա, ոչ օրենք, ոչ մահարցան Միայն թե մեր այգին վախուց դատարկ է Քանզի կիսված սիրո հուշեր չկան Մեր հուշերի այգում անթև կարոտը Անօգնական խփվում է ծառեցա Այստեղ լուսնյակ գիշերը առավոտ է Մի վերջակետ կա և երկու օտար Գուցե քեզ հորինել է որ ինձ խաբել Իմ հետադարձ հայացքը ինձնից թաքցնել Մեր անավարտ հեքիաթը վաղուց է վերջացել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ թողել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ
Դե ինչ տեսահոլովակի պրեմիերա տեղի ունեցավ, հերոսները ինձ մոտ տաղավարում են, իսկ գլխավոր հերոսին արդեն հասկացաք թե ով է, հարգանքներս իմ լավագույն ընկերոջը, չեմ կարող ասել քանի տարվա ընկերոջ, բայց որ ստաբիլ եսը պահող է դա փաստ է, հարգանքներս Արսեն Սաֆարյանին, ոնց ասեց, ես երբևիցե չեմ եղել հերոս, ես միշտ ունեցել եմ հերոսներ, բայց փաստով իսկապես շատ էր սիրել, շատ էր վստահել ու այսքանից հետո ասեմ, որ այս տեսահոլովակը նախ բազմիցս կարող եք դիտել հենց մեր 21 TV-ի եթերում տեսահոլովակը տեսել Արսենը Հա եւ չասած ինձ սիրուն տղա եմ Չէ, ես Արսենին ինքնագովազդով զբաղվելիս չեմ տեսել ճիշտն ասած երբեք, բայց մի շատ կարևոր բան ասեց, որն ինձ հետոյի համար շատ պետք կգա մեզ։ Ասեց, որ միշտ մտածեմ, որ սա լավագույնը չի եւ սրանից լավը կարող էի անել։ Միանշանակ։ Դու թե ինքը Ես։ Հա Ինքը սրանից լավն արել վերջացրել է արդեն։ Լավ դե ես ու ինքը որպես հերոս ինքը շատ լավ է խաղացել ասա դի Շատ։ Հա Ինքը որպես հերոս, հա, դե որովհետև ինքը Արսենն է Սաֆարյան։ Այդպես դա է ասել, կարևորը վատ բան չի ասել։ Հա Ես վատի էի սպասում, որովհետև ինքը միշտ ինձ ճիշտն ասել է, միշտ։ Իսկ իր ճիշտը միշտ վատ է եղել իմիջայլոտ։ Լավ Այս անգամ որ դա չի ասել, ուրեմն մի բան կա էլի։ Հարաճ ընթաց ունես ուրեմն բալես։ Շատ լավ։ Տեսահոլովակը բազմիցս շատ ուներ backstage։ Ֆոտոների մասին չեմ խոսում, թե չգիտենք, որ ես միչև հիմա չեմ նայել, չեմ հասցնում նայել ամբողջը, եւ վստահ եմ ունես կադրեր շատ։ Դուք միասին եք ընտրել կադրերը, թե գոնե առանձնացրել ես դուք, որովհետև դու տարերքի մեջ ես ձին, այս մի կադրն է ինչ լավն է, այս ծառի հետևից էս ինչ լավն է, այստեղին անում մի այլ կարգի խաղում է, հեշտ էր քեզ տեսահոլովակ հավաքելը։ Իրականում, հա, շատ հեշտ էր։ Իրար հետ ենք ընտրել կադրերը հիմնականում, բայց շատ ժամանակ ինան օրինակ չել նայ ասել եմ էսի լավ է, որ համաձայնվել է ինքն լավ ընդունել, որ լավ է, ու տենց շատ արագել տևել է այդ մոնտաժային աշխատանքները։ Շատ լավ։ Հիմա մի հարցել։ Շատ երգիչներ մի հատ տենց եւ ճիշտ եւ վատ արտահայտություն ունեն։ Ասում են լավ, այնքան շատ աշխատանք ունի այս ռեժիսորը, հիմա որ ինքն իմ տեսահոլովակը նկարեց, երբ ինձ հերթ կհասնի, որ իմ տեսահոլովակը պրեմիերա գա։ Ընթացքում քանի տեսահոլովակ ունես, որ պետքա ներկայացնես, ամբողջ հարցս դրա մեջ է։ Ճիշտն ասած շատ կար, դրանից առաջ էլի էի նկարել, դրանից հետո էլի նկարեցի, բայց էլի կա էլի տենց, որ հələ չենք վերջացրել, պետք է մի քանի կադրել էլի նկարենք առանձին օր։ Ուսեմ ասեմ եթերից հետո տենց մորթոցի չի լինի, չէ, որ իմ առաջ էր, քոնը հետո էր, որտեվ ես գիտեմ, որ ստուդիաներում տենց թեմա կա, չէին։ Ես երևի Տիգրանի կյանքի միակ արտիստն եմ, ով տեսահոլովակը նկարել վերջացրել էր, Տիգրանն ասել, իսկ չես ուզում մոնտաժենք։ Կուզեիր չէ բոլորը տենց լինեին։ Դե հա։ Հիմնականում այդ արտիստները լավ մարդիկ են, հիմնականում աշխատում եմ նենց մարդկանց հետ աշխատեմ, ես դրական էմոցիա ստանամ էլի իրանցից։ Դրա համար էլ բոլորն էլ հասկանում են։ Շատ լավ, եւ մի հարց կա, մի երգիչ, որ մի քանի անգամ ես նրան տեսահոլովակ նկարել։ Իհարկե։ Համաչի, Ինա ջան։ Մարդ կա մի անգամից մի քանիսն են նկարել, հույսով եմ սա կլինի ձեր առաջին աշխատանքի լավ պինտամուր, որ ասում եմ թևերը այստեղից սկսում է, հա։ Կա տենց բան։ Հա, ես մի բան եմ ուզում բարձրաձայնել, այո։ Սա իմ առաջին աշխատանքն էր, որպես այդպեսին cover տարբերակով։ Ես մի բան եմ մտածել, տիկտա պիտի անենք։ Բոլոր ինձնից ավակ սերնդի արտիստների լավագույն երգերը ըստիս, որովհետև իմ կարծիքով լավագույն երգերը այդ են երգերը չեն, որ բոլորը սիրում են, թող ինձ ներեն։ Լավ։ Մեր հանդիսատեսը հեռուստադիտողը, բայց օրինակ ինչպես հուշերի այգին, այդպես էլ հաջորդը լինելու է բացեմ գաղտնիքները։ Դե եթե ուզում ես, լավ կլինի։ Հաջորդը լինելու է բոլորի կողմից սիրված եւ սպասված
բոլոր ժամանակների Լիլիթ Կարապետյանի Ահա, հիմա բոլորը կասեն տանգոն մենակ չեն, չէ, Կարապի սերը երգը հա։ եւ տեսահոլովակի հերոսուհին լինելու է հենց Լիլիթ Կարապետյանը։ Ես որոշել եմ այդպես Շարք լինի։ Այո։ Ինչ հաճելի է։ Ում երգերը երգում է։ Ին կարող է հեղինական իրավունքները էսպայ սկսես պահպանել։ Վստահ եմ copy paste-ներ շատ կլինեն։ Հա, պահպանում եմ հենց հիմա։ Իդեպ ասեմ հեղինական իրավունքները հարգարժան նաև երգիչներ արդեն կա հատուկ ընկերություն, որ պահպանողական է, հետևողական են եւ իրանք զանգահարում են, ասում են գիտեք, օրինակ ձեր երգը երգել են, ձեր տեսահոլովակի մի ամբողջ սցենար գողացել են, դուք հնարավորություն ունեք մեր օգնությամբ դատի տալ եւ այսպես այնպես։ Ասեմ որ կա։ Ուղղակի տարին մի քիչ գումար պետք է մուծես, կմուծես։ Քանի որ մեր ծրագիր ունի ֆորմատ, դիք ջան, դու ինքդ տեսել քո ընկերները ոչ միայն քո տեսահոլովակներն են նկարած պրեմիերանում, այլ նաև երգերն են պրեմիերա կազմակերպում, դա էլ ուրախացնում է բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր եւ հոբելյար են։ Եվ ինչու որ ֆանատորեն հետևում են իրենց նախընտրած եւ երգչին եւ դերասանուհուն։ Այս ամբողջը ասում եմ, որովհետեւ վերջում ես շատ կցանկանամ տաղավարում դու ներկայացնես տվյալ երգը, որը շատ սիրված է։ Մի հարցից հետո Ինա Կարապետյանը հենց հիմա եթե Facebook-յան էջը դիտում ենք, եթե այնպես ասում, դե մենք տելևիզոր չենք նայում, TV-ել չէ։ Այդ հեռուստադիտողների համար շատ հարցադրումներից մի հատը հանել եմ, մեկնաբանություններից խտացրել եմ, որպեսզի քեզ հենց հիմա եթերում տաս, դու ինքդ բարձրաձայնես շատ հեռուստադիտողների հարցը պատասխանելու համար։ Այսօր Ինան հենց հիմա ATV հեռուստաընկերության եթերում սերիալում ունի կերպար, որ իմ Facebook-յան էջում շատերը ասում են, մենք չգիտենք, որ Լանան Մարիայից վերջացրեցինք։ Հիմա Լանան Դինայի աղջիկն է եւ նկարվում է ֆիլմը դեռ ընթացքի մեջ է, չէ՞։ Չէ, նկարում է չէ, բայց եթերը դեռ եթերում է, այո։ Իսկ Լանան Ինային ինչքանով է նման։ Ոչ մի բանով։ Լուրջ։ Այո։ Իսկ կա սցենարային տարբերակ, ունակ, որ կարդում ես, ասում ես, դե լավ էլի ճիշտ չի։ Ունակ ես կուզեի Լանան սենց աներ, ինտենց եղել է։ Չէ, որովհետև սցենարի Լանան հենց այն աղջիկն է, ով պիտի լիներ։ Հա։ Տենց ինչ որ հատուկ ինձ հակասող բնավորության գծեր բան չկա։ Որպես կերպար գիծը ճիշտ գնացել է շատ։ Ինքն այդ աղջիկն է։ Շատ լավ։ Այդքանով եզրափակվեց ուրիշ ընտանիք հեռուստասերիալի են, որ ասում է թեման, իսկ ես շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ պրեմիերայի համար։ Իդեպ ասեմ, որ դուք արդեն համացանցում կարող եք փնտրել եւ գտնել այս նոր երգը, տարածեք ոնց ուզում եք, սիրեք ոնց ուզում եք։ Մեկնաբանությունն էլ շատ քննադատող չլինի, որովհետեւ կա մի զանգված, որին անընդմեջ իմ եթերում զգուշացնում եմ։ Հավատացած եղեք, իմ ոչ մի հյուրի տեսանյութում չի լինի վատ մեկնաբանություն, որովհետև դուք անիմաստ ժամանակ եք կորցնում։ Իսկ լավերը, խնդրեմ, ինչքան ուզում եք, չնայած որ լավ գործը միշտ տարվում է եւ երևում է։ Եվ այսքանից հետո հարգարժան հոբելյարներ ավելի մոտ նստեք, որովհետև ոչ միայն ես եւ Տիգրանը, այլ նաեւ դուք վայելելու եք Ինա Կարապետյանի նոր երգը։ Complace amarte, me surda guirsarte, pomerte dormir. Erse escalofriante, tenerte desarte, te me sobraí. Daría cualquier cosa por tan primarosa, por estar siempre aquí. Entre todas esas cosas, déjame quererte, entregarte a mí. No te falarete, contigo yo quiero verte siempre. Quiero darte 10 besos, beber contigo mi hondo,
guardo besos, dar tus momentos, abrazarte, esperando aborte, tenerte a papersa, tu loculos mi senza.